Միջազգային լրահոսն այսօր։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը։ Նման հայտարարություն է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը։ ՀԱՊ քարտուղարությունը ողջունել է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները, ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։ Վաշինգտոնը ևս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը համաձայն ավելի խաղաղ աշխարհի, նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության պայմանագրի ստորագրման և ավելացման Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է, ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում։ Հիշեցնենք, Բաքուն և Երևանը նախօրեին հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց, հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև վերջին տարիներին այս ուղղությամբ կողմերի հետևողական աշխատանքը, թե երկկողմ ձևաչափով, թե միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը նաև ողջունում է Հայաստանին տեքստի վերջնականացման ուղղությամբ ճանապարհ հարթելու համար։ Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս դինամիկան և ապահովել գործընթացի անխոչնդոտ ավարտը, նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցմամբ երկու կողմից էլ, նշվում է ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ընդգծելով իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԵՄ-ն հայտարարում է, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Միացյալ Նահանգները զգուշավոր լավատեսություն ունի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում, հաշվի առնելով, թե վերջին երկու շաբաթում որտեղից ուր է հասել բանակցային գործընթացը։ Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը։ Ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը երեկ եղել է Մոսկվայում և բանակցել Ուկրաինայի հարցով, չնշելով, թե կոնկրետ ում հետ։ Մենք իսկապես զգուշավոր լավատեսություն ունենք, անշուշտ երկու կողմերն էլ ներկայացնելու են իրենց պահանջները, իհարկե երկու կողմերն էլ ստիպված կլինեն որոշ փոխզիջումներ անել, ասել է Ուոլցը։ Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Ուիտկոֆը հանդիպել է նախագահ Պուտինի հետ, ներկայացրել ամերիկյան տեսակետը, ապա լսել ռուսական կողմի մոտեցումները, որպեսզի այն փոխանցի նախագահ Թրամփին, ինչից հետո կքննարկվի երկու առաջնորդների հեռախոսազրույցի հնարավոր ժամկետները։ Պեսկովը ևս ասել է, որ հակամարտության կարգավորման համար զգուշավոր լավատեսության հիմքեր կան։ Անշուշտ այս զգուշավոր լավատեսությունը զգալու պատճառներ կան։ Իրոք դեռ շատ բան պետք է արվի, այնուամենայնիվ նախագահը համաձայն է Թրամփի դիրքորոշման հետ, ասել է Դմիտրի Պեսկովը։ Մեծյոթնյակի, այսինքն G7 երկրների բոլոր արտգործնախարարները համաձայն են Ուկրաինայում առաջարկված հրադադարին։ Այս մասին ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։ Ռոջերսի փոխանցմամբ յոթնակի առաջնորդներն ընդգծել են ամուր անվտանգության պայմանավորվածությունների անհրաժեշտությունը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև հրադադարի ապահովման համար։ Մոսկվային նախազգուշացնելով, որ պետք է հետևի Կիևի օրինակին և համաձայնի հրադադարին, այլապես կբախվի նոր պատժամիջոցների։ Նշենք, Սաուդյան Արաբիայում Ջիդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։ Ուկրաինայում 30-օրյա զինադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ իր առաջին հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ Կրեմլի հեռախոսով խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ և քննարկել հակամարտության հնարավոր լուծումը։ Զրույցի ընթացքում Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը։ Թագաժառանգը իր հերթին ընդգծել է հակամարտության կարգավորման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել բոլոր հնարավոր ձևերով նպաստելու ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է Կրեմլը։ Բացի այդ, Պուտինը և թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցությունը և դրա կարևորությունը նավթի համաշխարհային շուկայի կայունության համար։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, իսկ ավելի ուշ այնտեղ բանակցել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչից հետո ԱՄՆ-ն առաջարկել է 30-օրյա հրադադար հաստատել։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։